Զրուցակիցս ռեֆորմեր կուսակցության խորհրդի անդամ տնտեսագետ Տիկին Սաղիրյանն է։ Տիկին Սաղիրյան, ինչպես կգնահատեք ներկայիս հայաստանյան տնտեսական իրավիճակը։ Հայաստանում այսօր տնտեսական վիճակը թեպետ իշխանական թևի ներկայացուցիչներին եթե լսենք, ապա ունենք տնտեսական աճ, բայց եթե բաժանենք ոլորտների, ոլորտ առ ոլորտ նայենք, կհասկանանք, որ աճը գրանցվում է հիմնականում այն ոլորտներում, որտեղ որ ներգրաված են մասնավորապես Ուկրաինայում պատերազմի սկզբից հետո Հայաստան տեղափոխված ռելոկանտները, այդ թվում ռեէքսպորտի ոլորտները, որտեղ որ Հայաստանը ներգրաված է ռեէքսպորտի շրջանակներում, եւ այն կապիտալ շինարարությունը, որը որ մենք բոլորս կարող ենք ականատես լինել, թե ինչ է կատարում մասնարարպես Երևանում շինարարության տեմպերի հետ կապված։ Այդ ոլորտները, այո, գուցե եւ գրանցում են որոշակի հաջողություն, բայց եթե մենք նայենք խանութներում գները, առաջնային ապրանքների, որոնք որ անհրաժեշտ են բնակչությանը, այսինքն նվազագույն զամբյուղի տեսանկյունից, եթե կնայենք, մենք պիտի արձանագրենք աննախադեպ գնաճը, որը սաստելու համար իշխանությունը ոչինչ չի անում։ Այնինչ իշխանության գլխավոր պարտականություններից մեկը նաև այն է, որ կարողանա կամ սաստել գնաճը, կամ նպաստել աշխատավարձների բարձրացմանը, որպեսզի աշխատավարձների բարձրացումը կարողանա չեզոքացնի գնաճը։ Ոչ այն է տեղի ունենում, ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Այսինքն թողնված է ազատ անկմանը եւ հիմնականում ժողովուրդը ինչպես որ կարողանում է, փորձում է լուծել իր խնդիրները։ Կարծում եմ գնաճը բոլորը կարող են արձանագրել իրանց սեփական աչքով սովորական խանութ այցելելով։ Անշուշտ արձանագրում են, սակայն նաև ժողովուրդը ոչինչ չի ձեռնարկում, այսինքն չի ընդդիմանում բացի զրուցարանի մակարդակի բողոքներից։ Այսինքն, եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք արձանագրել, որ գնալով գնաճը աճ կապրի, ավելի կհասունանա։ Այո, գնաճը շարունակվելու է, բայց եթե մենք լսենք օրինակ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, որոնք բարբերաբար գալիս են ազգային ժողով զեկույցներով, եւ նաեւ իրենցից ստացած տեղեկատվությամբ վարչապետն էլ է հանդես գալիս հայտարարություններով, որ գնաճը վատ բան չէ։ Ընդհանուր առմամբ, այո, տնտեսագիտության դասական կանոնների վրա եթե հենվենք, գնաճը վատ բան չէ, բայց այդ բայցից հետո գալիս են շատ պայմաններ, որը պետությունը պիտի ապահովի, որպեսզի իր երկրի ներսում արկա գնաճը իրոք բերի տնտեսական աճի, ինչը մեր Հայաստանի պարագայում տեղի չի ունենում։ Այսինքն թոշակառուն, ով ստանում է միջինը 36,000 դրամ թոշակ, իր համար գնաճը նորմալ է ըստ ներկայիս իշխանությանը։ Կարծում եմ, եթե մենք ուղիղ այդ հարցը ուղենք իշխանության ներկայացուցիչներին, իրանք պարտադիր կգտնեն բացատրություն եւ կասեն, որ ամեն ինչ լավ է, որովհետեւ այսօրվա իշխանությունը ակնհայտորեն ի վիճակի չի լուծել կենսաթոշակառուների խնդիրը, որովհետեւ բոլորիս համար ակնհայտ է, որ այն մինիմալ թոշակը, որ այսօր նախատեսված է օրենքով թոշակառուների համար, այդ փողով անհնարին է ապրել։ Եվ այսօրվա դրությամբ, քանի որ մենք ապրում ենք պոպուլիզմի եւ վերնագրերի իրականության մեջ, մենք կարող ենք իհարկե իշխանության կողմից լսել բոցաշունչ հայտարարություններ առայն, որ հեսա կենսաթոշակները բարձրանալու են հունվարի 1-ից եւ դա վերնագրերի մակարդակով է տեղի ունենում, բայց եթե մենք մտնում ենք եւ այդ նյութը կարդում ենք եւ փորձում ենք հասկանալ իրականում ինչի հաշվին է իբրև թե բարձրանալու 3,500-ով կենսաթոշակը, հասկանում ենք, որ այդտեղ էլ մոլորության մեջ են գցում հանրությանը, որովհետեւ ոչ թե փաստացի թոշակառուները ստանալու են 3,500 դրամ ավել, այլ ավել լինելու են այն քեշբեքերը, որոնք որ թոշակառուները ստանում են այն պարագայում, եթե իրանց թոշակը տնօրինում են քարտերի միջոցով, այսինքն այնտեղ էլ կա մոլորեցման պահ եւ մեր իշխանությունը առիթից օգտվում է, որ ժողովրդին կարողանում է հեշտությամբ մոլորեցնել։ Ինչպես կմեկնաբանեք վերջերս Հայաստան ներմուծված ցորենի այս պատմությունը, վերջին հաշվով դա լավ է, վատ է, պիտանի է, պիտանի չէ։ Եթե թույլ տաք ձեր հարցը բաժանեմ մի քանի մասի։ Իհարկե, կոմունիկացիաների ապա շրջափակումը Հայաստանի, որը տեղի է ունենում կոմունիկացիաների բացման հաշվին, իհարկե դա դրական երևույթ որպես կարող ենք բնութագրել։ Բայց այստեղ էլի կա մի բայց։ Բայցերից առաջինը Հայաստանի համար ինչ գնով, երկրորդը, երբ որ մեզ պետական մակարդակով, այսինքն էկոնոմիկայի նախարարի մակարդակով ասում են, որ գալիս է ցորենի
մասնաբաժին խոշոր, որը գալիս է մտնում է Հայաստան, եւ այդ մարդկանց, երբ որ հարց են ուղում, բայց մենք վստահ ենք, որ այդ ծորենը ինչ որակի կլինի, եւ մեր էկոնոմիկայի նախարարը ասում է, անգամ այդ գրառումը կա ֆիքսված, որ այդ ծորից պատրաստված ալուրով թխած հացը առաջինը ես եմ ուտելու։ Այո։ Իսկ հետո նույն իշխանական կուսակցությունը ներկայացնող փոխնախարարը էկոնոմիկայի հայտարարում է, որ Հայաստան եկած ծորենը 4-րդ կարգի ծորեն է եւ ըստ էության օգտագործում է անասնակերի համար։ Մենք այստեղ ունենք նորից մանիպուլյացիայի արձանագրման կարիք, որովհետեւ հայտարարում են վերնագրերով, որ Հայաստան գալիս է ծորենի առաջին գնացքը ծորենով բեռնված Ադրբեջանի տարածքով, ուրա, բայց հետո երբ որ ժամանակը անցնում է, բայց ժողովրդի մոտ տպավորվում է դրական էֆեկտը այդ ամենից, արդեն դե ճշմարտությունից չեն կարող խուսափել, հա, ուշ թե շուտ կպարզվի, որ այդ ծորենը անասնակերի համար է։ Այսինքն իշխանությունը այստեղ էլ է գնում մանիպուլյացիաների։ Եվ ամենակարևոր բանը, այո, այն որ առաջին գնացքը ավելի կարճ ճանապարհով երկաթ գծով Ադրբեջանի տարածքով, ինչը էլի շատ խնդրահարույց է, գալիս եւ մտնում է Հայաստանի տարածք, դա դրական է, բայց արդյոք Հայաստանը կկարողանա ապահովել հարատևությունը այդ գործընթացի, որ վաղը Ադրբեջանի նախագահի տրամադրության ազդեցության ներքո այդ ճանապարհը նորից չի փակվի, երբ որ մենք արդեն մեր տնտեսվարողները Հայաստանում կսկսեն հույս դնել այդ ճանապարհի վրա, իրենց գործարքների մեծամասնությունը կտեղափոխեն այդ երկաթ գծով բերվող բեռների վրա, պայմանագրեր կկնքվեն եւ հետո մի օր հոպ եւ այդ երկաթ գիծը նորից կփակվի, վնաս տալով մեր տնտեսվարողներին։ Արդյոք Հայաստանի այսօրվա իշխանությունը ի վիճակի է ապահովել այս ընթացքի հարատևություն այս գործընթացի։ Այդ ընթացքում մենք կվատացնենք մեր հարաբերությունները այդ մասով Վրաստանի հետ, որտեվ եթե այլընտրանքային ճանապարհ ենք օգտագործում Ադրբեջանով եկող երկաթ գիծը, ուրեմն Վրաստանով տարվող բեռների քանակը նվազում է, Վրաստանը այդտեղ տնտեսական կորուստ է ունենում։ Եվ վաղը, երբ որ եթե պատահի այնպես, որ Ադրբեջանի կմահաճույքով նորից փակվի այդ երկաթ գիծը, Հայաստանը ստիպված կլինի կրկին բանակցել Վրաստանի հետ վերականգնելու ապրանքաշրջանառության հին ծավալը, որտեղ մենք էլի ստիպված կլինենք գնալ զիջումների այս անգամ Վրաստանի հետ, որպեսզի վերականգնենք այդ ճանապարհը։ Այսինքն բոլոր կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Ադրբեջանը այնքան էլ հուսալի գործընկեր չի կարող լինել Հայաստանի համար։ Բայց այդ ռիսկերը որքանով է հաշվարկում մեր իշխանությունը։ Ես կասկածներ ունեմ, որ մեր այսօրվա իշխանությունը ամբողջովին խորապես տնտեսական ռիսկերը հաշվարկել է, կամ անգամ եթե հաշվարկել է, ժողովրդին չի իրազեկում, որովհետև այսօրվա իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց համար կարևորը լավ բան ասելն է պահի ազդեցության տակ, լավ խոստում տալն է, անիրատեսական խոստում տալն է, իսկ վաղը միևնույն է ժողովուրդը 24 ժամ հետո մոռանալու է դրա մասին։ Շնորհակալ եմ։